Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Ազգային ժողովում հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումը այսօր անցել է լարված մթնոլորտում, արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների թեկնածուների ելույթներին զուգահեռ խորհրդարանում շարունակվել է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի շուրջ բանավեճը։ Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանի կառուցողական մթնոլորտում աշխատելու կոչից 2 շաբաթ անց խորհրդարանում կրկին լարվածություն է առաջացել։ Ընդդիմադիր պատգամավորների, մասնավորապես Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի վարքագիծը քննադատության է արժանացել իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից, որը կոշտ արձագանքել է տեղի ունեցածին։ Այս տարվա աշնանից Հայաստանում կսկսվի նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի, ինչպես նաև մի շարք այլ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը։ Նելի Դավթյանի խոսքով նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28650 դրամ և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտը 5950 դրամ և 5 տարի ժամկետով։ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար։ Կիևյան կամրջի անվտանգ շահագործմանը ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքները ավարտվել են նախատեսվածից 2 շաբաթ շուտ։ Ամբողջությամբ նորոգվել են երթևեկելի և հետիոտնային հատվածները, փոխարինվել են դեֆորմացիոն կարերը ու ջրահեռացման համակարգը, իրականացվել են ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության մալուխները անցկացվել են ստորգետնյա եղանակով։ Հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները ըստ ռուսական ԶԼՄ-ների ակցենտներ վերլուծական կենտրոնի տվյալներին հղումով չեն ազդել Ռուսաստանի խանութների տեսականու վրա։ Հայկական արտադրանքի մի մասը ռուսական շուկայում փոխարինվում է վրացական և ադրբեջանական ապրանքներով։ Ռոմից ոչ հեռու Կոլեֆերո քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ KNDS Ammo Italy ընկերության զինամթերքի գործարանում նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել վառոդի սեղմման արտադրամասում, դրանից քիչ առաջ բռնկված հրդեհից հետո։ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում տարիներ շարունակ ջրամատակարարումը սահմանափակվել էր։ Բնակիչները ստիպված են եղել ջրի հասանելիության ժամերին կուտակել անհրաժեշտ պաշարը։ Վեոլիա ջրի իրականացրած աշխատանքների արդյունքում բնակավայրում կառուցվել է նոր պոմպակայան, ինչի շնորհիվ Ազատամուտում այժմ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարում։ Եթերում ազատ լուրերն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Հայաստանի ազգային ժողովում հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը այսօր անցել է լարված մթնոլորտում։ Արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների թեկնածուների ելույթներին զուգահեռ խորհրդարանում շարունակվել է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի շուրջ բանավեճը։ Իշխանական պատգամավորները ընդդիմությունից պահանջել են արձագանքել Էդգար Ղազարյանի վարքագծին և ներողություն խնդրել, մինչդեռ ընդդիմադիր կողմը հրաժարվել է նման քայլից։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Իր ելույթում Խանդանյանը վերահաստատել է, որ գործունեության ընթացքում առաջնորդվելու է Հայաստանի պետական շահերի, անկախության և ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով։ Խանդանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ անձանց ազատ արձակման հարցին, այն համարելով իր խորհրդարանական գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը։ Արդյունքն այն է, որ Վերջին 5 տարիներին 200-ից ավելի ազատ են արձակվել և մենք շարունակելու ենք աշխատանքը և այո լուռ աշխատանքը այդ հարցը կարգավորելու ուղղությամբ։ Խորհրդարանում քննարկվել է նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածությունը։ Թունյանն առաջարկել է ազգային ժողովում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքող հատուկ խումբ, նրա խոսքով խորհրդարանը պետք է ընդլայնի իր վերլուծական կարողությունները։ Թունյանն առաջարկել է ազգային ժողովի բյուջեի շրջանակում ստեղծել առանձին ֆոնդ, որի միջոցները կուղղվեն տնտեսական հետազոտություններին։ Իրեն ազատական համարող քաղաքական ուժի ներկայացուցիչը առաջ է տանում նվազագույն աշխատավարձի թեզը, որտեղ նվազագույն աշխատավարձ սահմանելը ուղիղ միջամտություն է բիզնեսին։ Այսինքն դա նշանակում է, որ դու բիզնեսին ստիպում ես որոշակի մակարդակից ներքև աշխատավարձ չվճարել։ Ու եթե այնպես է, որ օբյեկտիվորեն շուկայում այդ աշխատավարձերը ավելի ցածր են, ու դու ստիպում ես իրեն բարձր վճարել, այդ բերում է շատ վատ հետևանքների։ Այդ բերում է աշխատատեղերի չգրանցման, ստվերի, գործազրկության, իսկ եթե օբյեկտիվորեն շուկայում աշխատավարձերը ավելի բարձր են, քան
ձեր մինիմալ աշխատավարձի չափը, դրա կարիքը ընդհանրապես չի լինում։ Թունյանը կարևորել է նաև գործարար միությունների եւ բուհերի հետ գործակցության խորացումը, ընդունված օրենքների հետ օրենսդրական մշտադիտարկումն ու հանրության օրենսդրական փոփոխությունների մասին ավելի պատշաճ իրազեկելը։ Սակայն տնտեսական եւ արտաքին քաղաքական օրակարգին զուգահեռ նիստի ընթացքում շարունակվել է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի շուրջ քաղաքական բանավեճը։ Օգոստոսի 13-ին ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջև լարվածություններ առաջացել։ Ղազարյանի կոշտ արտահայտություններին հաջորդել էր նիստի 20 րոպեանոց ընդմիջում, իսկ նիստերի դահլիճից դուրս պատգամավորների միջև վիճաբանություններ տեղի ունեցել։ Այսօր ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կրկին անդրադարձել է միջադեպին եւ կոչ արել ընդդիմությանը նպաստել քաղաքական ռադիկալացման շղթայի կոտրմանը։ Ռուբինյանի խոսքով վիրավորանքի համար ներողություն խնդրելը թուլության նշան չէ, այլ քաղաքական պատասխանատվության դրսևորում։ Ասում եք, պետք չի սխալին սխալով պատասխանել։ Կներեք, իսկ մենք գիտենք, որ դա սխալ է, որ դուք դա սխալ եք համարում։ Դուք ելույթ ունենալիս նույնիսկ սխալ բառ օգտագործելիս ասացիք ըստ ձեզ սխալ։ Հիմա մենք ինչ գիտենք, դուք դա սխալ եք համարում, թե մեկ։ Հաջորդը։ Գոյություն ունի այսպիսի մի պարզ սիլոգիզմ։ Եթե սրիկան վիրավորանք է, ապա Էդգար Ղազարյանը պիտի ներողություն խնդրի։ Եթե սրիկան վիրավորանք չի, ուրեմն լրիվ նորմալ է, որ Էդգար Ղազարյանին, ըստ Էդգար Ղազարյանի, անվանեն սրիկա։ Դա սիլոգիզմ է, որը ես առաջարկում եմ կոտրել ստեղ, շատ պարզ ձևով։ Նախ ձեզնից ոչ ոք չի առաջարկում բերել ստեղ զոհ անել։ Փառք Աստծո, պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Բայց առաջարկվում է, լրություն, առաջարկվում է անել պարզ բան։ Հնչելա վիրավորանք, թող ներողություն խնդրի վիրավորանքի համար։ Նա ընդգծել է, որ խորհրդարանը չպետք է վերածվի փոխադարձ ատելության հարթակի։ Միաժամանակ Ռուբինյանը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չունի որոշում ընդդիմության կողմից առաջադրված հանձնաժողովների նախագահների թեկնածություններին ավտոմատ կերպով դեմ քվեարկելու մասին։ Նա նաև օրինակ է բերել ազգային ժողովի նախագահ Արամ Վարդևանյանի ընտրությունը, նշելով, որ թեև Վարդևանյանն իր երազանքների ԱԺ փոխնախագահը չէ, ինքը կողմ է քվեարկել նրա ընտրությանը, քանի որ այդ պաշտոնը նախատեսված է ընդդիմության համար։ Միջադեպի վերաբերյալ սակայն իշխանական պատգամավորների քննադատությունները շարունակվել են։ Տարոն Չախոյանը ընդդիմությանը մեղադրել է այն բանում, որ Էդգար Ղազարյանի պահվածքից հետո վերջինս ներողություն չի խնդրել։ Նա կոշտ ձևակերպումներ է հնչեցրել ինչպես Ղազարյանի երեկվա ելույթի, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների հասցեին։ Ձեզ ինչ է թվում, ժողովուրդ, որ այդ անձին տարը այն անկյունը նստացրել եք մեր աշկից հեռու, դա նշանակում է վсё, անցավ գնաց, վերջացավ այս ամեն ինչը։ Մոռացվելու է այս ամեն ինչը։ Գոնե հասկանում գիտակցում եք, որ կարմիր գծեր կան, որոնց սահմանները հատել եք դուք։ Ու այդ հետ դարձի ճանապարհն եք դուք ձեր համար արդեն այրել, այդ կամուրջները հետ դարձի արդեն այրել եք, որովհետև ձեր ձեռքերը փռել եք մի հատ սրիկայի վրա, ով կամենում է հայ զինվորի մահը։ Վահագն Ալեքսանյանն էլ հայտարարել է, որ ընդդիմությունը պետք է ներողություն խնդրի Ղազարյանին խորհրդարան բերելու համար, նրան մեղադրելով տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ընտանիքի անդամներին թիրախավորելու մեջ։ Հարգելի գործընկերներ, հայ զինվորների մահը կամեցող սրիկա, պարոն Վարդևանյան, դուք լրիվ արդարացնում եք ձեր հեղինակությունը որպես այդպիսին։ Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել։ Չէ, դուք հարգելի գործընկերներ, դուք ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջի 2-3 տարում, ընդ որում իդեպ շեշտեմ ոչ միայն մեր խմբակցության, էլի Հայաստան խմբակցության էլ տենց տներով մտել դուրս է եկել ամենավերջի սրիկայի պես։ Ընտանիքի ապաքաղաքական անդամներին շատերի այս խմբակցությունից, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող անդամներին, անձնապես վիրավորել է։ Ի պատասխան ընդդիմադիրների դիրքորոշումը մնացել է անփոփոխ։ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրել, նշելով, որ ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Ռուբինյանը եւս մեկ անգամ դիմել է Ղազարյանին եւ ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, պարզելու թե արդյոք նրանք պատրաստվում են անդրադառնալ նախորդ օրվա միջադեպին։ Բացասական պատասխան ստանալուց հետո ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունն է ընտրել այդ ճանապարհը։ Թե արդյոք կողմերին կհաջողվի վերադառնալ քաղաքական բանավեճի ավելի կառուցողական ձևաչափի, դեռևս պարզ չէ։ Սակայն ակնհայտ է, որ վերջին օրերի միջադեպը շարունակել է մնալ խորհրդարանի օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Ազգային ժողովում Ռուբեն Ռուբենյանի կառուցողական մթնոլորտում աշխատելու կոչից 2 շաբաթ անց խորհրդարանում կրկին լարվածություն է առաջացել։ Ընդդիմադիր պատգամավորների, մասնավորապես Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի վարքագիծը քննադատության է արժանացել իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից, որը կոշտ արձագանք է ստացել։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ագրեսիվ վարքագիծը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ խորհրդարանում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները հայտարարում են, որ չեն կարող հաշտվել նման վարքագծի հետ։ Նրանց խոսքով, քանի դեռ Ղազարյանը չի ներողություն խնդրել իր վարքագծի եւ վիրավորական հայտարարությունների համար, ընդդիմադիր խմբակցությունների հետ կառուցողական մթնոլորտում աշխատանքը դժվար կլինի։ Ուժեղ Հայաստան խմբակցությունն է այդ կանոնները այդում սահմանել։ Եվ ես կարծում եմ, որ սա նախ եւ առաջ ինքը իր թիմին է վիրավորում, որովհետեւ Էդգար Ղազարյանը անկախ պատգամավոր չի։ Էդգար Ղազարյանը ներկայացնում է Ուժեղ Հայաստան խմբակցությունը։ Ինքը մի թիմի անդամ է։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբենյանը խոսելով խորհրդարանում կառուցողական մթնոլորտ ապահովելու անհրաժեշտության մասին նշել է, որ իշխանական պատգամավորներն առաջնորդվելու են համարժեքության սկզբունքով։ Այս մասին ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վոլոդիա Հակոբյանը։ Իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորների կողմից կարմիր գծերը հատելու փորձերի շարունակության դեպքում էթիկայի հանձնաժողովի ձևավորումից հետո կձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցներ։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը իր ցուցակ բերել է մի մարդու, որը ատելության խոսքի կարելի ասել ռահվիրան է մեր իրականության մեջ, այսինքն տարիներ շարունակ առանց սահմանների բոլոր աշխարհի հնարավոր բոլոր կարմիր գծերը հատելով, մրցավազքի մեջ լինելով մոտավորապես 2-3 այլ նմանատիպ արարածների հետ, նա երբեմն նույնիսկ կարողացել է նրանց հաղթել, այսինքն տարիների ընթացքում կա գեներացված ատելության մթնոլորտ։ Հասմիկ Հակոբյանի խոսքով Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի փոփոխվող դիրքորոշումը սեփական խմբակցության պատգամավորների վարքագծի վերաբերյալ ի սկզբանե մտածված ռազմավարության մաս է։ Սկզբանե սա ռազմավարություն է, ունենալ ֆրակցիայի մի պատգամավոր, որին բաժին կհասնեն բոլոր սրերը, իսկ դափնիները բարեկիրթ ձևացող Նարեկ Կարապետյանին։ Սա բացարձակ համաձայն չեմ այն մեկնաբանություններին, որ նա գցում է ֆրակցիայի, ուրեմն վարկանիշը եւ այլն։ Ընդհակառակը սա ռազմավարություն է, Էդգար Ղազարյանը իր երազած պատգամավորի մանդատը ստացել է, դրա դիմաց պարտավոր լինելով նման խոսիթով հանդես գալ խորհրդարանում։ ԿՊ պատգամավոր Մարիամ Պողոսյանի կարծիքով սխալներն ընդունելն ու ներողություն խնդրելը ուժեղ մարդու վարքագծի դրսևորում է։ Նրա խոսքով ընդդիմությունը պետք է հարգի իր ընտրողին եւ ազգային ժողովում զբաղվի իրական քաղաքական գործունեությամբ։ Էդգար Ղազարյանը առաջին հերթին ոչ թե ինձնից, մյուսից, մեր մյուս գործընկերներից պետք է ներողություն խնդրել, առաջին հերթին պետք է ինքը իր մեջ ուժ ունենա եւ ներողություն խնդրի հայ սակրավորներից եւ նրանց ընտանիքի անդամներից։ Քանի նա չի խնդրում ներողություն, ես իր հետ չեմ պատկերացնում բացարձակապես անգամ որևիցե քաղաքական բանավեճ, քաղաքական շփում։ Այս տարվա աշնանից Հայաստանում կսկսվի նոր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի, ինչպես նաեւ մի շարք այլ անձահաստատող փաստաթղթերի տրամադրումը։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելի Դավթյանի խոսքով նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28650 դրամ եւ կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտը 5950 դրամ եւ 5 տարի ժամկետով։ Նոր անձնագրերը կտրամադրվեն դիմելուց 14 աշխատանքային օր անց։ Հին նմուշի անձնագրերը քաղաքացիները կարող են շարունակել օգտագործել մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն աշնանից դրանց տպագրությունը կդադարեցվի։ Միաժամանակ նախատեսվում է թվայնացնել միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունների մի շարք գործընթացներ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության համար դիմելու գործընթացը նույնպես կդառնա թվային։ Գիտեք, առաջիկայում աշնանը, ինչպես խոստացել ենք, կմեկնարկենք արդեն կենսաչափական նոր անձահաստատող փաստաթղթերի տպագրությունը եւ տրամադրումը մեր քաղաքացիներին, ընդ որում խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի եւ կենսաչափական նույնականացման քարտի մասին է, այլ բոլոր տեսակ, գրեթե բոլոր տեսակի անձահաստատող փաստաթղթերի, այդ թվում փախստականին տրամադրվող, ինչպես նույնականացման քարտ, այնպես էլ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, քաղաքացիություն ունեցող անձանց, կրթության կարգավիճակները եւ պլաստիկ քարտի, ID քարտի տեսքով էլեկտրոն կենսաչափական փաստաթղթեր են լինելու եւ այլն։
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը հավելեց. Հավանական մակարդակում պետք է նշեմ, որ նախարարությունը նախաձեռնել է նշված ոլորտի ռազմավարության մշակում եւ վերանայում, նախկինում եւս Հայաստանը ունեցել է միգրացիոն ոլորտի ռազմավարություններ, սակայն համալիր վերանայում է իրականացվում միգրացիոն ոլորտի ռազմավարության եւ ռազմավարության մեջ առաջին անգամ դիտարկվում է այնպիսի կարևորագույն ոլորտ, ինչպիսին է քաղաքացիությունը։ Մեր նախկին բոլոր ռազմավարական փաստաթղթերում, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ քաղաքացիության մասով առկա են որոշակի բացեր։ Առաջին անգամ մենք համալիր կերպով վերանայում ենք քաղաքացիության ինստիտուտի հանդեպ մեր մոտեցումները։ Երկրորդ կարևոր հանգամանքը դա վիզաների ազատականացման երկխոսությունն է Եվրոպական միության հետ։ Վիզաների ազատականացման երկխոսության մասով կարող եմ ասել, որ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք։ Այս տարվա ուրեմն մայիսին մենք ստացել ենք գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Առաջընթացի զեկույցը բավական դրական է գնահատել Հայաստանի կողմից կատարված քայլերը այս ուղղությամբ եւ ներկայացրել է համապատասխան ռեկոմենդացիաներ։ Մենք ունենք 53 ռեկոմենդացիաներ զուտ մեր տնային աշխատանքի, այսպես ասած, նպատակով այս ռեկոմենդացիաները մենք բաժանել ենք կոնկրետ գործողությունների, սա Եվրամիության ներկայացրածը չէ, արդեն մենք ենք ուրեմն մանրամասնել այս ռեկոմենդացիաները, թե ինչ քայլեր պետք է իմպլեմենտացնենք, որ հասնենք այդ ռեկոմենդացիաների կատարմանը եւ ըստ այդմ մշակել ենք 117 գործողություններ եւ կարող եմ ասել, որ կեսից ավելին արդեն կատարված է եւ մինչեւ տարեվերջ մենք կունենանք շատ ավելի դրական արդյունքներ այս մասով։ Նշեմ, որ գնահատումը եւ ռեկոմենդացիաները վերաբերում են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի միայն առաջին ֆազային, առաջին փուլին, այսպես ասած, առաջին փուլը վերաբերում է միայն օրենսդրությանը եւ քաղաքականության մշակմանը, ըստ այդմ ռեկոմենդացիաները համապատասխանաբար վերաբերվում են օրենսդրությանը եւ քաղաքականության մշակմանը։ Մենք լիահույս ենք, որ առաջիկա տարվա սկզբին, հուսանք առաջի կիսամյակի ընթացքում մենք կկարողանանք ամփոփել առաջին ֆազայի գործողությունները ամբողջությամբ եւ էական դրական արդյունք ունենանք նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մասով Եվրոպական միության հետ։ Ընդհանուր միգրացիոն տենդենսների մասով Տիկին Դավթյանը առավել մանրամասն կներկայացնի թվային պատկերը, ես ընդհանուր դիտարկումներ կանեմ մի շարք, հիմնական միգրացիոն տենդենսը, որ արձանագրվում է Հայաստանի պատմության ընթացքում եւ մասնավորապես 2000-ականներից ի վեր, այն, որ Հայաստանը վերածվել է միգրանտներ ուղարկող երկրից նաև տրանզիտի եւ միգրանտներ ընդունող երկրի, այդ տենդենսը պահպանվում է եւ կարող ենք ասել նաև ինչ որ իմաստով թափ է հավաքում եւ երկրորդ կարևորագույն տենդենսը դա օտարերկրացիների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների աճի տենդենսն է, որը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար, Կիևյան կամրջի անվտանգ շահագործման ու ենթակառուցվածքների բարելավման ուղղված աշխատանքները ավարտվել են նախատեսվածից 2 շաբաթ շուտ։ Ամբողջությամբ նորոգվել են երթևեկելի եւ հետիոտնային հատվածները, փոխարինվել են դիֆորմացիոն կարերը ու ջրահեռացման համակարգերը, իրականացվել են ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության մալուխները անցկացվել են ստորգետնյա եղանակով։ Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի եւ հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները առանց երթևեկությանը խոչընդոտելու։ Նախատեսված է, որպեսզի կամուրջի վերաբացումը իրականացնենք օգոստոսի 29-ին, սակայն հաշվի առնելով մեր քաղաքացիների անհարմարությունը եւ նաեւ կրթական տարվա սկիզբը, մենք շինարարի հետ համատեղ աշխատանքների շնորհիվ կարողացանք իրականացնել օգոստոսի 14-ին
որպեսզի կամուրջը մենք կարողանանք բացել եւ հավելյալ անհարմարավետություն չպատճառենք մեր քաղաքացիներին։ Կամուրջը ամբողջությամբ վերանորոգվել է, երկշերտ ասֆալտապատում ենք իրականացրել, ապահովել է կամուրջը, որպեսզի ջրամեկուսացվի, ներկա պահին, որ այստեղ տեսանելի չէ, բայց ներքևում իրականացվում է կամուրջի ամրապնդման աշխատանքներ։ Առաջին անգամ կիրառել ենք պոլիմեր բետոնային խառնուրդ, որը ինքնին իրականացնում է կամուրջի Եմն կարևոր արդյունք է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային ու տարանցիկ սահմանափակումների վերացումը և երկու երկրների հասարակությունների միջև շփումների ընդլայնումը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Անիտա Հիպերի խոսքով 25 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական քայլեր են եղել։ Բրյուսելը կարևորում է նաև ձերբակալված անձանց ազատ արձակումը, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի շարունակումը, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի և տրանսպորտային կապերի զարգացումը։ ԵՄ պատրաստ է աջակցել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման գործընթացին։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանական իշխանամետ Անյուս հեռուստաընկերությունը Հայաստանում լրագրողական գործունեություն իրականացնելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հավատարմագրում չի ստացել։ Գերատեսչությունից նշել են, որ օտարերկրյա լրագրողները Հայաստանում կարող են գործունեություն իրականացնել միայն համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում։ Միաժամանակ ԱԱԾ-ն պարզաբանել է, որ օտարերկրացիների, այդ թվում ադրբեջանի քաղաքացիների մուտքը Հայաստան իրականացվում է օրենքով սահմանված կարգով, համապատասխան փաստաթղթերի և սահմանային հսկողության թույլտվության դեպքում։ Հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները ըստ ռուսական ԶԼՄ-ների ակցենտներ վերլուծական կենտրոնի տվյալներին հղումով չեն ազդել Ռուսաստանի խանութների տեսականու վրա։ Հայկական արտադրանքի մի մասը ռուսական շուկայում փոխարինվում է վրացական և ադրբեջանական ապրանքներով։ Կենտրոնի տվյալներով 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանից Ռուսաստան արտահանումը աճել է 3%-ով, գերազանցելով 608 միլիոն դոլար։ Աճ է գրանցվել հատկապես լոլիկի, մրգերի, ձկան և ծովամթերքի հյութերի ու ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև տեքստիլի մատակարարումներում։ Ըստ հրապարակման հայկական ապրանքների շուկայից դուրս գալու ֆոնին ադրբեջանական արտադրողները մեծացնում են իրենց ներկայությունը ռուսական շուկայում։